Հարցից հարգելի գործընկերներ, շնորհակալություն, որ եկել եք։ Ուրեմն պարոն Չալաբյանը մատնաշեց, որ 2020 թվականին ներկայացվել է մի ռազմավարություն, որը պաշտոնական եւ իրավական կարգավիճակ չի ստացել, բայց ես մի գաղտնիք էլ պիտի բացեմ, այդ ռազմավարությունը անհետացել է կառավարության կայքից։ Մնացել է պաշտպանության նախարարության, մնացել է ազգային անվտանգության ծառայության կայքերում, բայց այս կառավարությունը նույնիսկ իր մշակած եւ ներկայացրած ռազմավարությունից հրաժարվել է։ Եվ ինչպես պարոն Չալաբյանը նշեց, սա մասնագիտական եւ փորձագիտական աշխատանք չէ, սա քաղաքական աշխատանք է։ Իրականում այն ինչ որ մենք այսօր ականատես ենք լինում, այն ռազմավարական անորոշությունը, որը որդեգրել է ներկայ իշխանությունը եւ ժողովրդին էլ պահում է այդպիսի անորոշության մեջ, մեզ ստիպել է իրականում մշակել այս ռազմավարությունը, մենք մեր ձեռքն ենք վերցրել, իրականում մենք միակը չենք, էլի փորձագիտական կառույցներ, շրջանակներ կան, որոնք զբաղվում են այսպիսի աշխատանքով, բայց մենք կարևոր ենք համարում ձեր ուշադրությանը ներկայացնել մեր կատարած աշխատանքը որպես առաջին հերթին որպես հանրային հաշվետվություն, երկրորդ հերթին որպես քաղաքական դիրքորոշման ներկայացում։ Ուրեմն ինչպես ասվեց, ուսումնասիրվել է բազմաթիվ երկրների փորձ, մոտ մեկ տարվա աշխատանք կատարվել Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, ԱՄՆ, Լեհաստան եւ այլն, եւ անցկացվել է մասնագիտական քննարկումներ, փորձագիտական հետազոտություններ, տրվել է Հայաստանի անվտանգային միջավայրի ուրվագիծը եւ դրանից բխող սպառնալիքները եւ այդ սպառնալիքների չեզոքացման ուղղությունները։ Գլոբալ սպառնալիքներ, որոնց այսօր առնչվում ենք բոլորս, դա այսպես կոչված ռադիկալ անկայունությունն է։ Երբ աշխարհում ոչ մի պետություն, ոչ մի երկիր, ոչ մի կառույց վստահ չէ հաջորդ օրվա վրա, նույնիսկ մեկ շաբաթյա կանխատեսումներ դժվարանում են կատարել, տնտեսությունը դանդաղացել է համաշխարհային, կլիմայի անկանխատեսելի փոփոխություններ են տեղի ունենում եւ մեծ հակագլոբալիստական շարժում է իրականում ընթանում, երկրները փորձում են պարփակվել իրենց սահմաններում, փորձում են կառավարել իրենց սեփական ռեսուրսները, բայց նաեւ ռեսուրսների մրցավազք է ամբողջ աշխարհում։ Ինչ ունենք մենք մեր տարածաշրջանում, իրական ուժի վակուում, Ռուսաստանը, որը համարվում էր ժամանակին այս տարածաշրջանի այսպես կոչված ուժային կենտրոնը, հեռացել է միտումնավոր կամ ստիպված, եւ փորձում են այսպես միջին ուժերը Իրանը, Թուրքիան, այլ երկրներ դառնալ ուժային կենտրոն այդ տարածաշրջանում, որը իր հերթին բերում է նոր սպառնալիքներ։ Քաղաքական անկայունությունը հարևան երկրներում, գիտենք, եւ Վրաստանում է այդքան կայուն չի վիճակը, եւ Թուրքիայում այդքան կայուն չի վիճակը, Իրանում ինչպես նշվեց, իրականում պատերազմ է ընթանում, եւ Ռուսաստանը ինքը ներքաշվել է պատերազմի մեջ, եւ սա ստեղծում է նոր սպառնալիքներ մեր համար, իսկ միջանցքային այսպես կոչված պատերազմները, որոնք մեր տարածքին են ուղղակի սպառնում, նոր սպառնալիքներ, նոր բնույթի սպառնալիքներ են մեզ ներկայացնում։ Անմիջական արտաքին սպառնալիքներ, այստեղ օրվագծերով են նշված միջական արտաքին սպառնալիքները, որոնք Թուրքիան են եւ Ադրբեջանն է, եւ սրանք ուղիղ եւ բացահայտ թշնամական վերաբերմունք են ցույց տալիս Հայաստանի Հանրապետության նկատմամբ, չպետք է շփոթել իշխանություն ներկայացնող վարչախմբի հետ անձնական փոխհարաբերությունները, որոնք ընդգծված դրական են եւ որոնք իրականում կոչված են մոլորեցնելու մեր հանրությանը, մեր ժողովրդին, մեր պետությանը, թույլատնելու, բթացնելու մեր զգոնությունը եւ ի վերջո անպատրաստ մեզ թողնել արտաքին ագրեսիայի նկատմամբ եւ եւս մեկ գործոն դա բախումների աճն է, բախումների քանակի աճն է, Իրանում, ինչպես արդեն ասացինք, պատերազմ է ընթանում, որը անկախատեսելի հետևանքներ կարող է ունենալ մեր համար,
անմիջապես մեր սահմանին է եւ մենք գիտենք, որ ներկա վարչախումբը այլ ուժերի հրավիրել է եւ իրանի թշնամական ուժերի հրավիրել է Հայաստանի տարածք եւ դա հղի անկախատեսել է հետևանքներով։ Մենք չենք կարող այսօր ասել, թե այդ ուժերի հետ հարաբերությունները ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի հետ։ Ներքին սպառնալիքներ հիմնականում դա իհարկե պաշտպանական համակարգի թուլացումն է, որը արտահայտվում է եւ դիրքային ամբարի նպաստ վիճակով եւ սպառազինությունների եւ զինված ուժերի համեմատական թուլությամբ հարևան ագրեսիվ պետությունների հետ եւ ժողովրդագրական վիճակը, այսինքն բոլոր չթվարկյան լավ տեսնում եք, եւ տնտեսության վիճակը, տնտեսական անհամաչափ զարգացումը եւ այլն։ Ներքին սպառնալիքների թվին է պատկանում եւ ոչ վերջին հերթին դա ազգային ինքնության խոցելիությունն է, եւ գիտենք, որ վերջին 7-8 տարիներին այդ ինքնությունը դաժան հարվածներ է կրում ամեն օր, տարածորեն վերջի մի քանի ժամվա ընթացքում նույնպես այդ ինքնությունը հարվածներ է կրում։ Եկեղեցին է հայտնվել ճգնաժամի մեջ, այսինքն ճգնաժամը եկեղեցու եւ իշխանության միջև է, ոչ թե եկեղեցու եւ հանրության միջև, բայց այդ ճգնաժամը լուրջ ազդեցություն ունի մեր ներքին կայունության, ներքին վիճակի վրա եւ իրականում եթե ընդունենք եւ պետք է ընդունենք, որ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է մեր ինքնության ամենաերկարատև եւ ամենակայուն եւ ամենատարածված հիմնասյունը, պետք է ընդունենք եւ հասկանանք, որ պայքարը ոչ թե եկեղեցու կամ կոնկրետ եկեղեցականների դեմ է, այլ հայ ազգային ինքնության եւ Հայաստանի Հանրապետության դեմ է պայքարը։ Եվ պետք է մի բան էլ ավելացնենք, իրականում այս ռազմավարության հայեցակարգի ներկայացումից դրա հետևանք է իրականում պետական արդյունավետ կառավարման բացակայությունն է։ Եթե լիներ արդյունավետ կառավարում, մենք այս սրա կարիքը չէինք ունենա։ Եթե լիներ արդյունավետ աշխատող պետական համակարգ, այն կունենար ռազմավարություն, այն կունենար հանրության հետ երկխոսություն, գործողությունների կբխեին ազգային եւ պետական շահերից, եւ մենք ուղղակի իսկապես լծված կլինենք ինքներս մեր ամեն մեկս մեր գործով։ Բայց ելի իմ կրկնում, մենք ստիպված ենք անել այն գործը, որ չեն անում պետական մարմինները, որ չեն անում այն մարմինները, որոնք ուղղակի սահմանադրական պարտականություններ ունեն։ Եվ դա հետևանք է իրականում պետական համակարգի դեգրադացիայի եւ հանրային վստահության դեգրադացիայի, որը իրականում իր մեջ կրում է մեծ սպառնալիք։ Յուրաքանչյուր հաջորդ իշխանություն մեծ գործ ունի անելու այդ հանրային վստահությունը վերականգնելու։ Այն ինչ որ ասացի, այս սպառնալիքները իրենց հերթին եւ պետական համակարգի դեգրադացիան բերում են իր հերթին այսպես կոչված ռազմավարական անկարողության։ Երբ պետական համակարգը, այն մաս կազմող մարմինները իսպառ զրկվել են իրենց կարողություններից, չեն կարողանում ցուցաբերել ճկունություն, չեն կարողանում ցուցաբերել հարմար ողականություն, այսպես կոչված ադապտիվություն, այո, զբաղված են ընդհանրապես իրավիճակային արձագանքներով եւ հարկատուների փողերով թանկ կինո են ցույց տալիս իրականում գործունեության պատրանք։ Մենք փորձել ենք սահմանել Հայաստանի ազգային շահերը։ Այն ինչ որ չի կարողանում անել տևական ժամանակ ոչ մի իշխանություն, եւ չեն կարողանում ներկայացնել իրական շահերը, այն ինչ որ մեր անհրաժեշտ է։ Եվ կրկնեմ, այս ազգային շահերը բխում են մի բանից՝ հարատև հայկական պետություն ունենալու նպատակից, որին լծված է հայակվեն, որին լծված է բոլոր ազգային քաղաքական ուժերը, եւ զբաղված են հենց դրանով, հարատև պետություն կառուցելով։ Ես բարձրացնենք արդեն այդ շահերը, որով մենք փորձել ենք ձևակերպել։ Դա կայուն եւ անվտանգ ազգային պետության զարգացումն է ինքնիշխանության ապահովումը։ Այստեղ իմիջիայլոց պատահական չի անկախության հռչակագրի պատկերը։ Գիտենք, որ տարածորեն վերջին մի քանի ժամվա ընթացքում վարչախմբի ղեկավարը հարձակվեց անկախության հռչակագրի վրա եւ պահանջ ներկայացրեց անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելու։ Մենք դա չպետք է մոռանանք եւ պետք է պահպանենք մեր
ինքնության, ինքնորոշման եւ ինքնուրույնության հիմքը։